Այս տարի առաջի տարին է, որ կարողացանք ինչ-որ քանակով բերք ստանանք, ծաղիկ ստանանք։ Հուսով եմ, որ եկող տարիներին մի քիչ ավել կշատանա, էլի մինչև 5-7 տարի ինքը մեծանում է բույսը։ Նարդոսի կամ լավանդայի կես հեկտար խնամված այգին Սամվել Սեմերջյանը հիմնել է 3 տարի առաջ։ Ծաղկին ծանոթ էր դեռ Միացյալ Նահանգներում բնակվելու տարիներին, իսկ երբ 2020-ին եկավ Հայաստան եւ հաստատվեց Բերդ համայնքի այս գեղատեսիլ վայրում, առաջին զբաղմունքը մի քանի մեղվափեթակներն էին։ Ամեն ինչ սկսվեց մեղվապահությունից, Նարդոսի հանդեպ մեղուների սիրուց եւ իր պարզ հետաքրքրությունից։ Այգի չէի տեսել Հայաստանում լավանդայի ու հիմնական պատճառը մեր տնկելու համ տեսնելն էր, որ տեկաչի չի աճի, համ էլ նաև մեղուների համար, որտեղ մեղուները շատ են լավ բանի հետ աշխատում։ Եթե լավանդան ծաղկացա, ուրիշ ծաղկի վրա չեն գնում։ Առաջին ծաղկային բերքը անսպասելի շատ էր եւ սկսվեց արտադրական շղթան։ Նարդոսը ամենուր է իր ագարակում կառուցած տանը գիծ շինությունում, որտեղ ծաղիկը փոքր փնջերով չորացնում, հետո փաթեթավորում է որպես թեյ, համեմունք նաև ծաղկից ստանում է եթերային յուղ, որն արդեն պահանջարկ ունի, ամենը իր ձեռքերով։ Այս ամբողջ տարանը լցնում ենք ծաղիկով, մենակ ծաղիկով։ Ու ծաղիկը լրիվ առանձին է ու չի ջրի հետ կապ չունի։ Երբ որ գոլորշին անցնում է իր մեջով, վերևով սառացնելու սիստեմով եթերայուղն է հավաքվում։ Մի հատ լցնելով ստանում ենք 15 կիլոգրամից ստանում ենք մոտավորապես 150 գրամ յուղ։ Ասում է ծաղիկը քմահաճ մշակաբույս չէ, ջուր է ուզում միայն առաջին 2 տարին, երբ դառնում է 3 տարեկան ջրելու կարիք չի լինում։ Բազմամյա բույս է, անգլիական այս տեսակը ծաղկում է տարին 2 անգամ, մշակությանը զուգահեռ շարունակում է ծաղկի կիրառության նոր բացահայտումները։ Այդ յուղից նաև բան ենք սարքում, բալասան, որը հետաքրքիր է։ Կոսմետիկայում էլ են օգտագործում, սննդարդար արտադրության մեջ էլ են օգտագործում։ Հիմա շուտով, քանի որ նոր է, այսինքն քանակը, ոնց որ տարբեր բաներ ենք փորձում, տեսնենք որը ավելի ֆունկցիոնալ կլինի։ Սամվել Սեմերջյանի խոսքով այս ամենով ինքը ԱՄՆ-ում երբեք չի զբաղվել, այնտեղ անասնապահական ֆերմա ունեն, ընտանիքն է հետևում գործերին, նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է աշխատել։ Իր մի ոտքա այստեղ, մեկը այնտեղ է, բայց ավելի շատ Հայաստանում։ Նորակառույց տան ամենաերևացող տեղերում հին իրերն են, որոնք գյուղերից է ձեռք բերել, երկրորդ կյանք տվել։ Հեռուստացույց չունի, իսկ ձմռանը տաքանում է իր ձեռքով պատրաստած բազմաֆունկցիոնալ վառարանով։ Համել ինձ հաճելի է հին բաները, բան ունեն, ոնց որ պատմություն ունեն, էլի։ Ձեռքես տալի լավ է զգում։ Նարդոսի մեղուների հարևանությամբ անցած տարի էլ այս տարածքում 1 հեկտար նռնենու այգի է հիմնել, ամբողջացնելով գրեթե հովվերգական պատկերը։ Մայա Խաչատրյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։